Բարև ձեզ։ Այսօր մենք քննարկելու ենք Գազայում ստեղծված իրավիճակը քարտեզի վրա, կարծում եմ սա շատ կարևոր է, որովհետև ունենք լուրջ զարգացումներ, որոնք վերջերս են սկսել։ Ընդհանուր առումով մինչև Գազային անցնելը մենք կարող ենք տեսնել, որ արևմտյան ափում Հորդանան գետի կամ Իուդեա եւ Սամարիայում, ինչպես տարբեր ձևերով կոչվում են այս տարածքները, ամբողջությամբ կայուն է իրավիճակը եւ մենք գիտենք, որ Իսրայելը մի քանի այստեղ ռազմական եւ կիսավոստիկանական գործողություններ է անցկացրել, հատկապես Ջենինի հատվածում, որը մնում է ամենաբարդ կետերից մեկը։ Ընդհանուր առումով սահմանների վրա կայուն է հյուսիսում էլ, Լիբանանի հետ սահմանին Իսրայելը պահպանում է փոքրիկ հատվածները 1, 2 եւ 3 բարձունքներ են եւ 4 այստեղ փոքրիկ նաեւ հատված, բարձունքներ են, որոնք տալիս են հնարավորություն վերահսկել այս գոտին, որը բուֆերային գոտի է փաստացի կամ որը տարբերվում է իհարկե այս բուֆերային գոտուց, որը ամբողջությամբ Իսրայելի վերահսկողության տակ է, բայց սա այն ակտիվ գոտին է, որտեղ որ Իսրայելը հետևում է տեղաշարժներին։ Ընդհանուր առումով այսքանը հյուսիսի եւ Պալեստինյան այն հատվածի մասին տարածքների, բայց գլխավոր զարգացումը տեղի ունենում Գազայում։ Վերջերս Իսրայելը կատարեց նոր գործողություն եւ դուք տեսնում եք, որ այստեղ 7 կիլոմետրանոց այսպիսի հատված է գրավել Իսրայելը, մոտիկից ցույց տամ։ Սա կոչվում է Նեցարիմ միջանցք։ Տեսնում եք այս հատվածը գալիս է եւ վերահսկում է այս ճանապարհը, գլխավոր ճանապարհն է Սալաադին ճանապարհը կոչվում եւ հետո տեսնում եք, որ այստեղ նաեւ կարելի ասել շենքեր շատ քիչ են եւ գալիս է վերահսկում է նաեւ Ալ-Ռաշիդ ճանապարհը։ Այս երկու ճանապարհն են ընդհանրապես Ալ-Ռաշիդը եւ Սալաադինը, որը գլխավոր քաղաքը Գազան, Գազայի հատվածի սեկտորի, ուրեմն որի մասին մենք խոսում ենք, ինքը Գազա է կոչվում, բայց գլխավոր քաղաքը այստեղ կոնկրետ Գազան է։ Տեսնում եք, որ շրջափակման մեջ է նորից Գազան, Իսրայելը պահպանել է այս բուֆերային տարածքները, որը դուք այստեղ տեսնում եք, վերջերս նաև ավելացրել է այս փոքրիկ բուֆերային տարածքը այստեղ, բայց այս հատվածը պահպանված էր միշտ, միջև ռազմական գործողություններ կանանչ գծից են կոմեր Իսրայելը, եւ կարծես այստեղ դուք լավ նաև տեսնում եք, որ այստեղ ուրեմն պալեստինյան դաշտեր են, իսկ այս հատվածում ճանապարհ է գտնվում եւ կարելի ասել այնպիսի տարածք է, որտեղ որ վերահսկություն էր եւ ոնց որ բուֆերային տարածք է ստեղծած, տեսնում եք, բայց հիմա Իսրայելը բուֆերային տարածքը խորացրել է եւ միջև այս կապուտով նշված հատվածը վերահսկում է։ Մոտիկից որ ցույց տամ, արդեն նոր նկարներ կա իրավիճակը ինչպես է, տեսնում եք, ամբողջությամբ շենքերը փլուզված են շատ վայրերում եւ տեղերում եւ մենք ինչ ունենք, մենք ունենք ռազմական գործողություններ, տեսնում եք, հարձակումներ, բայց ոչ թե ցամաքային օպերացիա, ուզում եմ ասեմ, որ Իսրայելը այս հատվածը գրավել է եւ հրթիռակոծում է տարբեր այստեղ կետերը, որտեղ որ գտնվում են Համասի ներկայացուցիչները։ Հարավում ամենակարևոր գործողությունը կարելի ասել այն է, որ մի կողմից Իսրայելը պահպանել է այս տարածքը, այս հատվածը, այս տարածքը Իսրայելը իրականում վաղուց էր պահպանում եւ հիմա ավելացրել է ամենակարևոր այս նոր միջանցքը նաեւ, տեսնում եք։ Այս տարածքը Ֆիլադելֆիան միջանցք է կոչվում եւ վերահսկում է Իսրայելը վերահսկում է այստեղ Գազայի եւ Եգիպտոսի կապը։ Եգիպտոսը արդեն այստեղ է սկսվում, սա կանաչով նշված սահմանն է եւ այստեղ դուք տեսնում եք, որ Ռաֆահում կա անցագետ, որտեղից որ
կարելի էր կապ հաստատել եւ հաստատված էր նաեւ Եգիպտոսի հետ եւ մարդիկ գալիս էին այստեղ անցնում էին եւ այստեղ թունելներ ա ստեղծված, որի միջոցով մատակարարումներ էր տեղի ունենում ուրեմն Գազայի Համասի համար հատկապես։ Հիմա Իսրայելը գրավեց այս հատվածը, որովհետեւ այստեղ ստեղծում է նոր դեմիլիտարիզացված շրջան, մենք սրա մասին ձեր հետ խոսել էինք, սա մենք նաև ենթադրել էինք, որ տեղի կունենա եւ հետաքրքիր է այստեղ, որ կարմիրով նշված է 19 ժամ առաջ Համասը փորձել է հարձակվել, կրակել է այս իսրայելական գյուղի ուղղությամբ։ Այո, Իսրայելը շարունակում է այստեղ կրակել եւ վերահսկողություն է հաստատել 19 ժամ առաջ Իսրայելը Մորագ այս Մորագ հատվածը, Մորագ միջանցք է կոչվում, Մորագ, Նեցարին վերևում եւ Ֆիլադելֆիա ներքևում, այսպեսի անվանում ունեն։ Հիմա ինչ է ծրագրված, ամենակարևորը, այն ինչու մասին մենք վաղուց խոսում էինք, բայց հիմա արդեն գործնական փուլ է անցել, այն է, որ սիրելի հայրենակիցներ, Իսրայելը պատրաստվում է քանդել Ռաֆահը, այս քաղաքը, մոտիկից տեսնենք Ռաֆահը։ Ռաֆահը գտնվում է հենց սահմանին եւ Իսրայելը, որովհետեւ այս տարածքը, այս բուֆերային տարածքը Իսրայելը շարունակելու է վերահսկել նույնիսկ պատերազմի ավարտից հետո կամ ռազմական գործողությունների ավարտից հետո եւ իր նպատակն է, որ այսպես ասած բուֆերային տարածք ունենա Գազայի եւ Եգիպտոսի միջև, ուստի քաղաք Ռաֆահը այստեղ խանգարում է եւ դրա պատճառով պետք է քանդել այս քաղաքը եւ բնակչությանը հիմա կոչ են արել, որ անցնեն այս հատված, բայց այստեղից նաեւ հետո անցնեն Խան Յունիսի հատված։ Ամենահարավը կարելի է ասել Իսրայելը, այսպես որ նայենք, ամենահարավ մասը Իսրայելը վերահսկողության տակ է ամբողջությամբ վեկալում եւ այս հատվածը կունենա այստեղ այսպիսի իրավիճակ, որ լիովին կվերահսկի, բաց դրանից այս հատվածն էլ կիսել է եւ հիմա խոսք է գնում, որ Իսրայելը ասում է, եթե դուք այն ուրեմն ձերբակալված անձանց, որոնց երկար ժամանակ է արդեն պահում են Գազայում չազատեք, ապա Իսրայելը կսկսի նոր տարածքներ գրավել այստեղ եւ հարձակվել, խոսք է գնում հատկապես, որ հնարավոր է Բեյթ Լահիա եւ Բեյթ Հանունի ուղղությունով ել ավելի խորանան իսրայելական զորքերը։ Դուք տեսնում եք, որ այստեղ կան խիտ բնակված տարածքներ եւ կան ուրեմն գյուղային տնտեսական հատվածներ եւ իհարկե Գազան մնում է շատ բարդ իրավիճակում, որովհետեւ շատ քիչ տարածք կա, որտեղ որ շատ մարդ է ապրում եւ ուստի իրավիճակը Գազայում մնում է շատ ծանր, բայց միևնույն ժամանակ զարգացումները այստեղ շատ կարևոր են եւ լուրջ ազդեցություն կունենան, ուստի մենք կհետևենք անպայման այս զարգացումներին, սիրելի հայրենակիցներ, անպայման լայքեք այս մեր վերլուծությունը, սա շատ կարևոր է մեր ալիքի հետագա զարգացման համար։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք։